Չէ, ես կոնկրետ եմ տալիս, փաստ կա որ գանձերը ուզում են գողանալ։ Պարոն Կիրակոսյան, ես հիշում եմ, երբ որ հոգևոր բարձրաստիճան որոշ շրջանակի վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, այս նույն հետաքրքրությամբ հարցադրումներ էր հնչում, թե արդյոք կան փաստեր, այս ինչ եք ասում, ասեն շոկի էինք ենթարկվել, որոշ ժամանակ անց բոլոր փաստերը ուրեմն Երևան եկան եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր արած հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ եւ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ ուրեմն վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է կաթողիկոսությունը տեղափոխի Հայաստանի Հանրապետությունից Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա, բայց հարցին թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում, կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան եւ դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք, ինչպես եւ ես մի անգամ այստեղ հիշում եմ, ելի մի անգամ տենց էլի հարցեր էր հնչում, ես ասացի պատեհ պահին մենք դրա մասին կիմանանք եւ որոշ ժամանակ անց իմացանք։ Ես դες վստահեցնում եմ, որ ուրեմն մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունից, Հայաստանի Հանրապետության շահից եւ այսօր Կտրիչ Ներսիսյանը իր շուրջ հավաքած մի խումբ հոգևորականների հետ իրենից ներկայացնում է արդեն պետական անվտանգության խնդիր եւ հետեւաբար նաեւ եթե անհրաժեշտություն լինի եւ այդ անհրաժեշտությունը կա, ես կարծում եմ պետքա իրավապահ մարմինները լրացուցիչ ուրեմն միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ։ Շնորհակալ։ Կներեք, իսկ երրորդ հարցին չեք պատասխանի, արդյոք պետք է Արա Գևորգյանի Արցախ երաժշտությունը համացանցից չնջել, թե ոչ, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ հանրային հեռուստաընկերությամբ ինչ որ սպորտային միջոցառման օլիմպիական խաղերի ժամանակ խուսափել են հնչեցնել ստեղծագործության անունը։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, ճիշտն ասած, եթե առանձին YouTube-ի վերաբերյալ ձեր հարցին անդրադառնամ, ապա իհարկե ոչ։